Ողջույն իմ շատ սիրելի բարեկամներ ջան, հուսով եմ լավ եք, մենք նույնպես լավ ենք։ Երեք միասին գնացել էինք խանութ, կարմիր պղպեղ էին գնել, եւ քանի որ միասին գնել ենք միասին, որոշել եմ, որ միասին էլ կպատրաստենք սիրելիներս։ Ահա, այստեղ արդեն պատրաստել եմ բաղադրիչները, նեխուրը այսօր ենք գնել, կարմիր պղպեղ, սխտոր, հատիկավոր պղպեղ, բուսայուղ, քացախ, մի քիչ շաքարավազ, մի քիչ էլ աղ ենք օգտագործելու, հուսով եմ ոչինչ չեմ մոռացել։ Հիմա նեխուրը եւ պղպեղը մաքրեմ լվանամ, սխտորը մաքրեմ լվանամ, նորից կհանդիպենք։ Սիրելիներս, ես այստեղ արդեն պատրաստել եմ մթերքները, անհրաժեշտ մթերքները։ Այստեղ նեխուրը ցողունից առանձնացրել եմ տերևները, սխտոր, մեզ հարկավոր է լինելու աղ, շաքարավազ, դափնու տերև եւ հատիկավոր պղպեղ, քացախ ջուր, բուսայուղ եւ այստեղ արդեն մաքրել լվացել եմ պղպեղները, բայց քանի որ ինձ մոտ տեսեք, պղպեղը մեծ էր, հավանաբար սա էլ կբաժանեմ եւս մեկ մասի եւս կբաժանեմ, այսինքն մեծ պղպեղները բաժանում եմ 4 մասի, որ ավելի հարմար լինի։ Հիմա անցնենք գործի։ Այստեղ կաթսայի մեջ ավելացնում եմ քացախը, ավելացնում եմ ջուրը եւ բուսայուղը։ Ավելացնում եմ նաև դափնու տերևները, ավելի ճիշտ, հատիկավոր պղպեղ, շաքարավազը և աղը։ Եվ տեղափոխվում ենք կրակի մոտ ու խառնելով մի փոքր պետք է եռը, տաքանա։ Այստեղ խառնում ենք, որպեսզի բոլոր մթերքները, շաքարավազը եւ աղը լուծվեն եւ հասցնում ենք եռման աստիճանը։ Այստեղ արդեն պղպեղները անցնում եմ, մոտավորապես տապակում եմ մոտ 2 րոպե։ Շատ չեմ թողնի, որովհետեւ գլխի այդպես համեղ չի։ Բավականին մեծ ու մսուտ պղպեղներ էր։ Մոտավորապես 2 րոպե տապակելուց հետո պղպեղները հանում եմ։ Ինչպես ասացի, ես չեմ պահածոյացնելու, պահելու եմ սառնարանում։ Ընթացքում կարող ենք այսպես շուռ տալ, չնայած ինքը ամբողջովին արդեն հյութի մեջ է տապակվում, բայց կարող ենք այսպես շուռ տալ, որպեսզի հավասար տապակվեն։ Տեսեք, արդեն գույնն էլ է փոխել, զգացվում է, որ արդեն տապակվել եմ։ Հիմա ես հանում եմ, դնում եմ այլ կաթսայի մեջ միանգամից, մի օր պետք է մնա այդպես, նոր կդնեմ ուրիշ ամանների մեջ ու սառնարան կդնեմ։ Մեկ օր գոնե պետք է մնա, որպեսզի համերը իրար խառնվեն։ Հանելուց հետո առայժմ այսպիսի կաթսայի մեջ եմ դնում, մեկ օր կմնա այսպես, մյուս օրը վաղը նոր կհանեմ այլ ամանի մեջ կդնեմ ու կդնեմ արդեն սառնարան։ Հիմա մնացածներն են նույն կերպ տապակում ենք, ամբողջը տապակենք, նորից կհանդիպենք։ Մի որոշ մասը տապակելուց հետո միայն տերևները այսպես դնում եմ, քանի տաք է պղպեղը, բայց ցողունը կտապակեմ։
Այսպես մեկու մեջ տերևները դնում եմ։ Մի քանի հատ էլ այսպես թարմ առանց եփելու սխտորեմ, ես եփածն եմ ավելացնում եւ թարմը։ Մեջտեղները այսպես մի քանի հատ էլ թարմ սխտոր եմ ավելացնում։ Իսկ այստեղ դեռ շարունակում եմ տապակել պղպեղները։ Այստեղ պղպեղները արդեն վերջացրեցի, հիմա նեխուրը։ Երևի ամբողջությամբ էլ լցնեմ, տապակում ենք, ճիշտ է մի փոքր շատ է, բայց ցողունը համեղ է լինում եւ մնացած սխտորը։ Մոտ 1-2 րոպե տապակում ենք ու ավելացնում եմ տապակած կարմիր պղպեղի վրա։ Ահա, այստեղ արդեն մոտ 2 րոպե տապակվեց ցողունները, հիմա պետք է ավելացնենք ընդհանուր զանգվածի մեջ։ Չնայած ես ընթացքում ցողուն տապակել եմ մի փոքր, արանքները լցրել եմ, որպեսզի համը ավելի համեղ լինի։ Այսպես վրանք ավելացնենք, սա այսպես մնալու է 1 օր, վաղը տեղափոխելու եմ այլ ամանի մեջ, որպեսզի տեղափոխենք սառնարան արդեն։ Ահա, ու շարելուց հետո արդեն վերջում հյութից ավելացնում ենք պղպեղների վրա։ Եթե տեղանի ամբողջովին էլ կավելացնեմ, ես թվում է տեղ կանի։ Հյութը ավելացնելուց հետո հիմա փակում եմ բերանը եւ այսպես թողնում եմ 1 օր։ 1 օր հետո արդեն կտեղափոխեմ սառնարան։ Սիրելիներս, մեզ մոտ արդեն հաջորդ օրն է ու պղպեղները այսպես ամանի մեջ դնում եմ, որպեսզի սառնարանում ավելի հեշտ դրվի, քանի որ մեծ կաթսայով չի տեղավորվի, որպեսզի սառնարանում տեղավորվի, այսպես դասավորում եմ եւ դնում եմ սառնարան։ Միջայլոց ասեմ, մենք արդեն համտեսել ենք ու շատ համեղ է ստացվել։ Մեկու մեջ սխտոր, նեխուր, դնում եմ վերջում էլ իր հյութից, կլցնեմ իր հյութից ու կտնեմ սառնարանում։ Ես բաղադրատոմսը կթողնեմ նկարագրության բաժնում, ամեն դեպքում, եթե ես պատրաստել եմ 4 կիլոյով, 4 կիլոյի համար, ամեն դեպքում 1 կիլոյի համար ես կգրեմ բաղադրատոմսը, ինձ մոտ 4 կիլո պղպեղներ էր։ Ամանի մեջ շարելուց հետո մի փոքր էլ հյութից ենք վրան ավելացնում։ Ջուրը լցնելուց հետո փակում եմ եւ տեղափոխում եմ սառնարան։ Մյուսներն էլ նույն ձև կտեղափոխեմ ամանի մեջ եւ կպահեմ սառնարանում։ Սիրելիներս, երևի այսօրվա վլոգը այսպիսով ավարտենք, այսօր մի տեսակ խոհարարական վլոգ ստացվեց, որը վաղուց չէի նկարել ու մի փոքր կարոտել էի, պատրաստեցի կարմիր պղպեղը իմ ձևով, չնայած երևի բոլորս էլ համարյա գրեթե նույն ձևով պատրաստում ենք։ Մի խոսքով երևի ձեզ հրաժեշտ տամ, մյուս վլոգը կաշխատեմ նկարեմ սնկի մարինադը, կաշխատեմ նկարեմ, խոստանում եմ, հրաժեշտ տամ ձեզ եւ ինչպես միշտ ձեզ ցանկանամ, մնացեք բարյավ եւ խաղաղ։